Սատանան, սիրելիներ, այդ իր պոզով պոչով, ես չգիտեմ իրականում այդ կերպարանքը կա թե չէ, այդ պոզն ու պոչը, այդ պոզով ու պոչով չի գալիս։ Նա հենց գալիս է լույսի հրեշտակի կերպարանքով, լավով է հանդես գալիս։ Ինչ որ լավ կողմ է ուզում հանդես գա։ Դա մենք իմանում ենք Աստծո խոսքից։ Նա գալիս է ճշմարտանման ստով։ Հենց առաջի պատմությունը, մենք պատմությունները նայում ենք Աստվածաշնչի մեջ, Ադամի եւ Եվայի պատմությունը, երբ որ նայում ենք մենք։ Ոնց եկավ Սատանան։ Եկավ ասեց, եկել եմ ձեր կյանքը քայքայելու։ Հեսա դժբախտություններ, պատերազմներ, վեճեր, հիվանդություններ են բերելու ձեր կյանքի մեջ։ Տենց եկավ, դա էր ճշմարտությունը, չէ՞ ինչով որ ինքը եկել էր։ Ուրիշ բանով չերել կարա գար։ Դա ունի ինքը։ Ոնց եկավ։ Ճշմարտանման ստով։ Աստված հետաքրքիր բան նրանից գաղտնի էր պահել։ Ես խոսքում տեսնում եմ, որ դա գաղտնի է։ Սիրելիներ, այն ծառը, որի պտուղից պետք է չուտեին, դա գաղտնի էր։ Դրա տեղը Սատանան չգիտեր։ Որ եթե իմանար, մի անգամից ընդեղից դուրս կգար։ Բայց ինչ եղավ։ Եկավ, սկսեց հետևյալ խոսքով. իրավ, արդյոք Աստված ասեց, որ պարտեզի բոլոր ծառերից չուտեք։ Տեսեք ոնց եկավ։ Եվ այն հարց տվեց, պարտեզի բոլոր ծառերից ուտում ենք, համայն ծառից, որ պարտեզի մեջտեղնում, այն նրանից չենք ուտում։ Ինչ եղավ, հայտնեց արդեն ծառի տեղը, լոկացիան։ Հաջորդ անգամ մենք տեսնում ենք Սատանան արդեն ընդեղից է խոսում։ Ինչից ենք հասկանում, որովհետև արդեն պտուղը քաղցր էր երևում։ Հենց այն պտուղը, որ արգելված էր։ Տեսնում եք ոնց է մոտենում։ Դրա համար մենք պիտի զգուշ լինենք մեր թշնամուց։ Դրա համար մենք ունենք Սուրբ Հոգի, մենք Սուրբ Հոգուն տեղ պիտի տանք, որ նրա լույսի ներքո ամեն առաջարկներին մոտ գնանք։